Բարի երեկո, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ օրվա կարևոր նորությունները համառոտ։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կմեկնեն Բաքու, ինչ է նախատեսված։ Հայտնի է, թե որքան ժամանակ կալանքի տակ կմնա կաթողիկոսի եղբայրը, իսկ եղբորորդու խափանման միջոցը քննվում է։ Սեփական հայրն է խեղդաբան հարել 3-ամյա Տիգրանին, ներքին գործերի նախարարությունն ու քննչական կոմիտեն մանրամասներ են հայտնել։ Ընտրական տրամադրություն վաղ շաբաթում, ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները։ Եվ այսպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորվում է շփումների նոր փուլ։ 10 օր առաջ առաջին անգամ Հայաստան այցելած ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակությունից հետո այժմ նախատեսվում է, որ մոտ ապագայում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ պատասխան այց կկատարեն Բաքու։ Բրյուսելում կայացած խաղաղության խաչմերուկ կոնֆերանսում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ օգոստոսի 8-ից ի վեր երկու երկրները նպատակային քայլեր են ձեռնարկում պահպանելու ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները եւ փոխանակումները կնպաստեն փոխվստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև, միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները Թուրքիայի հետ սահմանների բացման համար։ Ամբերտ ինստիտուտի հետազոտության համաձայն, բայց սահմանները կարող են բերել փոխադարձ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը առևտրային ուղին Հայաստանի եւ Արևելյան Եվրոպայի միջև կկրճատվի 10-ից 25, իսկ Հայաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի միջև 5-ից 15%։ Երկուստեք հարաբերությունները բարելավելու և իբր արձանագրված առաջընթացի ֆոնին ստվերում են մնում Բաքվից մեր հայրենակիցների վերադարձի հարցը։ Այսօր էլ մեր հայրենակիցների մեղքը Բաքուն համարել է ապացուցված։ Նիստում գլխավոր դատախազի առաջին օգնականը հայտարարել է, որ մեր հայրենակիցներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսված 1998 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու ցեղասպանության, ահաբեկության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների համար։ Իսկ թե քանի տարի պատիժ է պաշտոնական Բաքուն նախատեսել մեր հայրենակիցների համար, դեռևս գաղտնի է պահվում։ Եվ մինչ Հայաստանի իշխանությունը խաղաղություն է քարոզում Ադրբեջանի հետ, այդ նույն Ադրբեջանը այլ քարոզ է սկսել իր երկրում անդավաճան իր զավթողական նպատակներին։ Բաքվում տեղի է ունեցել Երևան յուրաքանչյուր քար պատմություն է կոչվող գրքի շնորհանդեսը։ Գիրքը մեր պատմական հուշարձանները ներկայացնում է որպես ադրբեջանական։ Նոր գիրք, նոր նկրտումներով։ Խոսքն Ադրբեջանում մոտ 1 ամիս առաջ հրատարակված գրքի մասին է։ Հեղինակը Թելման Գասիմովն է։ Գրքի անվանումը Երևան յուրաքանչյուր քար պատմությունը։ Խոսվում է թշնամու, այսինքն հայերիս կողմից իրենցին հողերի մասնակի օկուպացիայի և պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման մասին։ Այս ամենն էլ հերիք չէ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքի շնորհանդեսի ընթացքում մեզ վանդալներ են կոչել, պնդել, թե իրենց մշակութային մնացորդներն ենք որպես հայկական հուշարձաններ ներկայացնում։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանում է Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունը։ Այսինքն նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագիրը ուղղորդված է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս հիշեցնեմ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Այսպիսով օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան, անում են դա ագրեսիվ կերպով, թեև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։ Հարցն այն է, ով է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում, եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք Միացյալ Նահանգների միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով ստում է, որ բացառիկ փուլ է բացվել։ Դատեք ինքներդ։ Ադրբեջանը երբեք էլ չի հրաժարվել հակահայկական քարոզչությունից և դա արել է պետական մակարդակով։
Նախագահի աշխատակազմի ներգրավվածությունը կամ առհասարակ պետական ներգրավվածությունը հայկական կառույցի շրջանակներում տարվող աշխատանքներում դա կլինի թե ձեր կողմից նշված գիրքը եւ թե այն բոլոր հրատարակությունները, որ իրանք անում են, դա վերաբերել է եւ ոտանավորներին, եւ պատմական ակնարկներին, եւ քարտեզներին, այսինքն ամբողջական առումով ինքը իր մեջ ներառում է մեզ արդեն հայտնի հայկական տրամադրությունները։ Խաղաղության բացառիկ որակվող փուլն այնքան էլ խոստումնալից չէ։ Արևմտյան Ադրբեջանի նկրտումների շարունակականությունը երևում է Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևի ելույթում, ըստ որի քարտեզի վրա չկա սևանալիճ, կա գյոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, մինչդեռ թրիփն արդեն ուժի մեջ է։ Խաղաղությունը դիտարկել միայն, որ թուղթ են ստորագրել կամ դրա մասին շատ են խոսում, ինքնին ինքնախաբեության դաշտից է եւ Ադրբեջանը երբեք էլ չի համենայն դեպս մոտակա տարիներին, ես կանխագուշակ չեմ, բայց հաշվի առնելով իրենց արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով իրենց կրթական համակարգը, հաշվի առնելով բոլոր այն դրսևորումները, որոնք եղել են մինչ օրս հայերի եւ առհասարակ հայկականի նկատմամբ, դրանք խոսում են նրա մասին, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ ոչ թե սարերի ետևում չէ, այլ առհասարակ չի երևում։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը առերևույթ խոսել է խաղաղությունից, բայց շարունակել լրիվ հակառակ կերպ։ Հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, եթե դպրոցական երեխան աշակերտը Ադրբեջանում, որը հայատյացությամբ է ուսուցանվում իրենց այդ դասագրքերով, արդյոք նա կարող է հաշտ, համերաշխ, այսպես վերաբերմունք դրսևորել տարիներ անց, երբ որ նա կդառնա հասուն մարդ, առավել ևս այն պարագային, երբ որ այդ երեխաներից շատերը կզբաղեցնեն պետական պաշտոններ Ադրբեջանում եւ իրականացնեն պետական քաղաքականություն հանդեպ Հայաստանի, հանդեպ հայ ժողովրդի, ազգությամբ հայերի։ Արդյոք նրանք կլինեն խաղաղասեր, անշուշտ ոչ։ Այն, որից դուր է հավատնծայել, թե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, Հասան Ջալալյանը հիմնավորում է նաև փաստաթղթային ձևակերպմամբ։ Ռասայական խտրականության վերաբերյալ եվրոպական կառույցների 2022-ից 23 թվականներին հրապարակած հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը պետական մակարդակով, լրատվության միջոցներով, դպրոցական դասագրքերով։ Բացարձակապես հավատ չպետք է ընծայել։ Ես ասեմ, որ իմ խոսքը հիմնված է փաստերի վրա։ Տեսեք, ադրբեջան-արցախյան կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ ասեմ, ադրբեջանական կողմը, սա այդ կոնֆլիկտի ծագումից մինչև մեր օրերը 14 փաստաթուղթ է ստորագրվել այդ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, բոլոր փաստաթղթերում նշվել է, որ այլևս կարգավորվում է խաղաղություն պիտի լինի եւ այլ։ Բոլոր փաստաթղթերում էլ խախտել է Ադրբեջանը կոպտորեն։ Խաղաղության օրակարգը բաց է։ Ղազախական ցորենն էլ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան, բայց որ Արևմտյան Ադրբեջանն ուժի մեջ է, կասկածի տակ է դնում ադրբեջանցի գործընկերների խաղաղասիրական միտումը։ Ալիևի զավթողական հայտարարությունները մեկնաբանել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ասում է, դա նույնն է, ինչ օրինակ արցախցիները խոսում են Արցախ իրենց վերադարձի մասին։ Սիմոնյանը նաև նշել է, որ Ալիևի հայտարարությունները ըստ իր գնահատականի ուղղված են միայն ներքին լսարանին եւ հայ բնակչությունը չպետք է վախենա ներկա Հայաստանի տարածքում ադրբեջանցիների հնարավոր վերադարձից։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետքա մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա կանոնում մեկնաբանում։ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ մարդը դուք որ ասում եք որ գրավելու ենք բառ ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով ոչ թե տանկերով այդ նախադասությունը հո ես իմաստեղ չհնարեցի իրա խոսքից ես եմ հիմա մեջ բերում դա նորմալ է այսքան որ կան Սևանը իրենց ասելով որ Ինչ այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում դա նորմալ է որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնեմ թույլ կտակ վերջացնեմ նկատել եք որ հարցազրույց եմ տալիս թույլ կտակ վերջացնեմ ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում Գայանե ջան բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասեք ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում բայց ընդհատում եք ինձ խոսքը գնում
ասում են նրա մասին, այո, որ եթե խաղաղություն լինի, բա խաղաղությունը ինչ է նշանակում, որ ուղղակի իրար վեր չեն։ Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։ Գարեգին երկրորդ վեհափառի եղբորը Գևորգ Ներսիսյանին կկալանավորեն 1 ամսով, իսկ որդու խափանման միջոցը դեռ քննարկվում է։ Քննչական մարմինը 3 գիշերն է ձերբակալել 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանին։ Ներսիսյաններին մեղադրում են իբր խուլիգանության եւ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու համար։ Կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսիսյանին եւ որդուն ձերբակալելու որոշում է կայացրել քննչական կոմիտեն։ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար, բայց ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի չկա հանցագործությանը նմանվող դեպք անգամ։ Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն մոտեցել է մի մարդ եւ առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը, Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են եւ խաղաղ բաժանվել։ Հաղորդումը ներկայացրել է Վաղարշապատի ավականու թեկնածուներից Հարություն Մկրտչյանը։ Նրա խոսքով կաթողիկոսի եղբորորդին սեռական բնույթի հայհոյանքներով է խոսել տեսանյութում երևացող տղամարդու հետ, որն ավականու 5-րդ համարն է։ Տեսանյութը, որքան հասկացա, վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից։ Բանալի բառը երևում է։ Բաձայինը ինչու եք խլացրել, որ սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի։ Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու եւ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու հոդվածով ձերբակալել են կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը 68 տարեկան է։ 2002 թվականից մինչև 2021 թվականը Ներսիսյանը ոսկեհատի վարչական ղեկավարն է եղել։ Ամուսնացած է, ունի 3 երեխա, 1 աղջիկ, 2 տղա։ Ներսիսյանն անկուսակցական է։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Հայաստանում ձերբակալությունների մարաթոնին զուգահեռ կտրուկ նվազել է Հայաստանում ուժային կառույցների նկատմամբ վստահությունը։ Քաղաքական ու հասարակական գործիչներն ասում են, քաղաքացին այլևս չի հարգում ոստիկանին, չի հավատում դատախազին, իսկ ուժային համակարգը սկսել է իր գործողություններն իրականացնել ոչ թե օրենքի, այլ քաղաքական շահի համար։ Իրավապահ համակարգին չհավատալը ինչ վնաս է հասցնում մեր երկրին եւ ինչպես կարող է վերականգնվել հասարակության վստահությունը, Սեդա Մակարյանն է պատմում։ Հայաստանում եթե ուժ չկիրառվի, ապա չի գործի իրավակարգը, այսպես է կարծում Նիկոլ Փաշինյանը, որի նախաձեռնությամբ ոստիկանությունում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ ոստիկանական գվարդիան։ Ոստիկանությունը համալրում է իր կազմը, ինչ նպատակով պետք է կռահել։ Ոստիկանապետություն, այսպես են մեկ բառով նկարագրում ստեղծված իրավիճակը մասնագետները, չեն հասկանում բանակի օրեցօր նվազող կազմին զուգահեռ ինչպես են աճում ոստիկանության թվերը։ Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Բայց հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա եւ առհասարակ ուժային կառույցներ, որն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ։ Օրենքով ոստիկանական գվարդիայի առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունը, ապահովել հասարակական անվտանգությունը, բայց գվարդիայի առաջին հրապարակային գործողությունը եղավ Հովանավանքի կիրակնօրյա պատարագին մասնակցելը։ Գվարդիան որպես այդպիսի ոչինչ չի փոխելու Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես պետական դեմոկրատիկ կյանքում, ընդհանրապես անվարակություն լինելու եւ խաղաղեցի գուցե փոփոխություն։ Բայց այդ նույն կարմիր բերետները, այդ նույն գնահատված բերետները այլ համազգեստիներ կա շարունակել են իրականացնել իրենց հանցավոր բնույթի գործողությունները։ Ունենալով բացառապես երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ըստ փաստաբանի Հայաստանում իրավական համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին։ Ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը բոլորը կորցրել են իրենց սկզբնական առաքելությունը։ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է իրավական հեսվետելը, Հայաստանի Հանրապետությունում մտածող մարդկանց համար քիչ թե շատ առնչություն պետական համակարգի կառույցների հետ առնչություն ունեցող մարդկանց համար, այլ երբևէ գոյություն չունի կամ գոնե այս իշխանության ժամանակ գոյություն չունի եւ չի ունեցել հեղինակություն, հարգանք այդ նշված մարմինների նկատմամբ։
Բաբայանը համոզված է, որ իշխանությունը փորձում է ուժային կառույցների միջոցով պահպանել սեփական աթոռը, ինչի հետևանքով այդ կառույցները կորցնում են հեղինակությունը, իսկ հասարակությունը հարգանքը դրանց հանդեպ։ Այն խնդիրները, որ առաջանում են համակարգ, այո, քաղաքական նպատակների, մասնավորապես իշխանության պահպանման նպատակի ծառայեցնելու համար, դրանք չեմ կարծում, որ անշրջելի իրավիճակներ են ստեղծում։ Արդեն ցանկացած տարբեր այսպես զարգացում կարծում առանձին դետալներից։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ նկատում է, իրավապահ համակարգը վաղուց չունի վստահություն, երբ ուժայինների նկատմամբ հարգանք չկա, բնական է, որ աճում են հանցագործությունները։ Ոստիկանության ուժային կառույցներին չդիմելու պատճառով մենք ունենում ենք հանցագործություններ, որոնք կարելի է կանխարգելել, որ մի քիչ ավելի խորքային ենք ուսումնասիրում, սա համակարգի նկատմամբ անվստահության պատճառով է, իսկ անվստահության պատճառներից մեկը նաև սա է, ոստիկանության առաքելությունը քաղաքացու ներքին անվտանգությունը փոխած դարձել են իշխանությանը ծառայել։ Մեսրոպ Առաքելյանն էլ ասում է, այսօր քրեական գործ հարուցելը դարձել է ամենօրյա պրակտիկա։ Դա երբեմն այնքան հեշտ է, որքան մեկ բաժակ ջուր խմելը։ Վերջին աղմկահարույց դեպքը կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու ձերբակալությունն էլ դրա վկայությունն է։ Հասարակությունը ամբողջ համակարգի նկատմամբ բավականին բացասական է տրամադրված, սա նաև շատ վտանգավոր է, որովհետև ուժային կառույցները առաջին հերթին ոստիկանությունը պետք է լինի հասարակության քաղաքացու կողքին։ Այդուամենայնիվ զրուցակիցներս նկատում են հասարակության եւ ուժայինների միջև վստահության ճեղքվածքը արդեն համակարգային է, սակայն նրանք դեռ տեսնում են ելք, մեկ պայմանով։ Եթե գա իշխանություն, որը կունենա քաղաքական կամք, վերականգնելու ուժային կառույցների անկախությունն ու արժանապատվությունը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ 8 օր փնտրելուց հետո գտել են ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրանին։ Պարզվում է երեխային սպանել է հայրը, խեղդելով։ Մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Ըստ քննչական կոմիտեի երկու եղբայրները դուրս են եկել տնից, հանդիպել են հորը, իսկ հայրը 3-ամյա երեխային խեղդել է մյուս երեխայի աչքի առաջ։ Տղամարդը պատմել է, որ դիմել է այդ քայլին ընտանեկան որոշակի խնդիրների պատճառով։ Դեպքը մեկնաբանել է ներքին գործերի նախարարը։ Այս պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Հայրը հոգեկան հիվանդ է եղել։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Եվ վերջում մեր նկարահանող խումբը այսօր վաղաշաբաթում էր, որտեղ արդեն ընտրական տրամադրություն է։ Քաղաքում սկսվել է ակտիվ քարոզարշավ, տարբեր ուժեր հանդիպում են ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը եւ խոսում իրենց առաջնահերթությունների մասին։ Ինչ տրամադրություններ են վաղաշաբաթում, քաղաքացիներն արդյոք պատրաստվում են մասնակցել ընտրությանը եւ ինչ սպասելիքներ ունեն, դիտեք տեսանյութը։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Իսկ
Ինչ ակնկալիքներ ունեք։ Նայած ով կանցնի, ամեն դեպքում նայած ով կանցնի։ Ձեր տեխնացուից, որին եք։ Իմ տեխնացուից ակնկալիք ունենք։ Լավ, դեպի լավ, էլի, որ ամեն ինչը դեպի լավ գնա։ Անպայման։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ուղղակի մասնակցելու եմ, ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Ոչ։ Մեր համար մեկ է։ Իսկ քաղաքացիություն չունեմ։ Բայց կարող եք մասնակցել։ Եթե արցախցի եք, կարող եք մասնակցել։ Չեմ ան, բայց չեն թողնում այս մասնակցեք։ Ինչու։ Եսի։ Դիմել եք, ասել են դուք չեք կարող ընտրել։ Չեք դիմել, ինչի պետք է ես դիմեմ։ Դե քաղաքում շատ բան կանել է, եթե կարողանան։ Ամեն ինչն էլ կիսատ պրատ է։ Շատ բան կա։ Տեխնացուներից որևէ մեկը կկարողանա փոխել։ Դեռ չէ որոշել։ Անպայման։ Ոնց կլեջ մասնակցենք։ Իսկ ինչ ակնկալիքներ։ Այդ ակնկալիքները վաբշե չեմ կարող ասեմ, որովհետև ինչ ասում են, այն չեն անում։ Մեզ համար արդեն մեկա ով գլե։ Անպայման։ Կները գեշտապում են։ Լավ բաներ։ Ամենալավը։ Որ ամեն ինչ լավ լինի։ Օրինակ ինչ փոփոխություն լինի։ Դե ես չգիտեմ, իրանք գիտեն ինչ փոփոխություն կանեն, ուզում եմ ասեմ։ Ինչ էլ անեն լավ է էլի, ինչ ասեմ։ Թող հաղթի այն մարդը, որը լավ փոփոխություններ կբերի, ժողովրդի համար լավ կլինի։ Ոչ։ Ինչու։ Դե համար որ 50 տարի ասում եմ մի բան, ոչ մի բան չեն համաձայնում, ում հավատամ, ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկ։ Հա։ Իսկ ինչ կուզեիք որ փոխվեր։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Քուջան, ամեն ինչն էլ փոխվել է, լավ է։ Անպայման։ Իսկ ինչ կուզեիք փոխվեր, ինչ ակնկալիք ունեք։ Երկիրը վերականգնվել։ Ես ուրիշ ոչի բանի չեմ ուզում։ Երկիրը դեպի լավը գնա։ Խաղաղությունն էլ երկրում, բայց ոչ ես տեսակ չիմանալով խաղաղությունն է պատերազմը։ Ում ասես են գտա, բացեք քպեիք, քանդողները պետությունը, կուսակցանը։ Չգիտեմ։ Սպասելիքներ ակնկալիքներ չունեք։ Չէ, հաստատ չէ, որովհետև ոչ մի անգամ չի եղել, որ սպասելիքները արդարացվել է, հաստատ։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել վաղը առավոտյան ժամը 9-ին, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։